Սիրելի բարեկամներ, շնորհակալություն ձեր ներկայության համար։ Այսօր Պարուս Սևակի ծննդյան օրն է, եւ մենք հավաքվել ենք, որպեսզի մեր մշակութային կյանքը արթուն պահենք, որպեսզի կարողանանք մշտապես լինել մեր մշակույթի մեջ, մշակույթի հետ, որովհետեւ մի բան հաստատ է, որ մեր կյանքի բոլոր հարցերին ու բոլոր խնդիրներին մշակույթը պատասխան ունի։ Եվ եթե այսօր որոնում ենք ու չենք գտնում, փնտրում ենք ու չենք հասնում, ուզում ենք ու չի ստացվում, ու շատ ձախողված գործիչներ ունենք մեր հանրային կյանքում, պատճառը մեկն է։ Բոլորը հեռացել են հայ մշակույթից։ Հայ մշակույթի մեջ պատասխանը կա բոլոր հարցերի։ Եվ այսօր Պարուս Սևակի ծննդյան օրը մենք շատ հաճելի կերպով կապ ենք հաստատել Մինսկի հետ, Վեր Անժելան է մեր սիրելին, Արմեն Պալաքյանի դուստրը, որ նշել է Պարուս Սևակի ծննդյան օրը իր ասմունքով։ Անժելան անսահման սեր ունի իր հայրենիքի հանդեպ եւ թող այս դեպքում սփյուռքահայ բալիկը մեզ համար լինի ուղեցույց, թե ինչպես պետք է հոգեպես միշտ կապ ունենալ հայրենիքի հետ ու սիրել հայ մշակույթը։ Մենք այս դժվար օրերը կանցնենք։ Կմոռացվեն նաև հայ մշակույթից օտարանալու, հեռանալու այս վիճակները։ Չէ՞ որ հնարավոր է չմոռանալ ու չհեռանալ։ Ես չեմ հեռանում։ Տեսնում եք, փողոցներով շարժվել չկա, իսկ մենք հավաքվել ենք այստեղ գրական միջոցառման, որը շատ կարևոր է։ Եվ քանի որ Պարուս Սևակի ծննդյան օրն է, ես ուզում եմ երկու խոսք ասել Պարուս Սևակի մասին, ոչ թե բնութագրելու համար, այլ նրա ոչին, նրա էությունը կրկին անգամ հայտնաբերելու։ Ընդհանուր խոսքեր գրողների մասին չի կարելի ասել, այլ պետք է մի բան հայտնաբերես նրա մեջ։ Եվ յուրաքանչյուր մի րոպե այս հարցը ձեզ տվեք։ Պարուս Սևակ, որ ասում ենք, ինչ ենք հասկանում, ինչ ենք մենք հայտնաբերում։ Ոչ թե ինչ ենք սովորել դասագրքերից, այլ ինչ ենք մենք ինքներս հայտնագործել ու հայտնաբերել Պարուս Սևակի մեջ։ Իմիջիալոց եթե կլինեն ցանկացողներ, բեմը ձերն է, եւ ես շատ ուրախ կլինեմ, որ այդ հարցերին, որ մենք տալիս ենք, դուք ինքներդ պատասխանեք։ Ես անձնապես Պարուս Սևակ ասելով հասկանում եմ անկեղծություն։ Ինքը վտանգավորության աստիճան անկեղծ մարդ էր։ Եվ այս անկեղծությունն է, որ Պարուս Սևակին դարձնում է բացառիկ մեծություն մեր գրականության մեջ։ Ասենք, գրողների համագումարում ինչով էր զբաղված Պարուս Սևակը։ Քննադատում էր նախագահության վատ աշխատանքը, քննադատում էր գրական թերթի աշխատանքը, քննադատում էր լիտերատուրնա Արմենիա ամսագրի աշխատանքը։ Նա ուզում էր բարձր մի բան։ Նա ուզում էր որ հայ մշակույթը հասնի իսկապես երկնակամարին, մեծ զարգացում, բայց իր կողքը կանգնած էին մարդիկ, ովքեր հարմարվել էին իրավիճակին, ովքեր սիրում են ճահիճի ջերմությունը։ Սևակը ճահիճ չէր սիրում։ Սևակը գնում էր առաջ եւ մենք Սևակի ժառանգորդներս այսօր ասում ենք ծնունդդ շնորհավոր վարպետ։ Եվ դուք էլ խնդրում եմ, որ դուք էլ մտածեք, որ ամեն հարցի վերաբերյալ ես կուզեմ լսել ձեր կարծիքը, ձեր տեսակետը, դա շատ կարևոր բան է։ Ինչ որ կարդում ենք մենք գրքերում, դա շատ լավ է, բայց պետք է ունենալ մեր սեփական տեսակետն ու մեր սեփական կարծիքը։ Այժմ անցնենք